Յուրաքանչյուր կառույցի համար լինել մարտունակ, լինել ներդաշնակված եւ նաեւ բարձր բարոյական մակարդակ ունենալ իրենց առջև դրված խնդիրները իրականացնելու համար։ Օրինակելի, զինվոր հասարակական կազմակերպության գնահատականն է Արմավիրի Բաղրամյանի անվան ուսումնական զորամասին։ Հայոց բանակի 20-ամյակին ընթരാճ կազմակերպության համակարգող խորհրդի անդամներն այցելել են զորամաս ստուգելու, թե ինչ պայմաններում են ծառայում զինվորները։ Այցելուներին հաճելիորեն զարմացրել է զորամասում տիրող նախ բարոյահոգեբանական ու նաև սանիտարահիգիենիկ գերազանց վիճակը։ Զորամասը ճանաչվել է լավագույնը, հրամանատարը պարգևատրվել հայրենյան զինվոր մեդալով։ Տիկին Մարոզի առջև բաց են Հայաստանի եւ Արցախի բոլոր զորամասերի դռները, զինվոր հասարակական կազմակերպությունների համակարգող խորհրդի նախագահն այդ վստահությունը նվաճել է իր կյանքով ու անցած ճանապարհով։ Հայոց բանակի 20-ամյակի շրջանակում կազմակերպությունն այցելեց Արմավիրի մարշալ Բաղրամյանի անվան ուսումնական զորամաս, որտեղ Մարոզ անելու առիթ Մարգարիտա Խաչատրյանն այդպես էլ չունեցավ։ Զորամասային ստուգումների արդյունքում որևէ թերություն չարձանագրվեց։ Աչք շոյող մաքրությունն ու կարգապահությունն ամենուր էր։ Զորանոցից միջև ուսումնական սենյակներ, բուժկետից միջև ճաշարան։ Ամեն ինչը հիգիենայի պարագաներով սկսած սպիտակ եղենից պատրաստակապես մաքրությունը շատ մեծ չէ, հիացած ենք այս զորամասով։ Ուսումնական զորամասը տարին 2 անգամ ավելի քան 1000 զինվորական մասնագետներ է պատրաստում Հայաստանի եւ Արցախի զինված ուժերի համար։ Այստեղ է, որ տղաները ոչ միայն ռազմական տեխնիկային տիրապետելու այբուբերն են սովորում, այլև լցվում մարտական ոգով ու հայրենիքին ծառայելու անխախտ վճռականությամբ։ Այստեղ է դրվում հայոց բանակի մարտական եւ կուռ շարքերի անկյունաքարը։ 20 տարեկան բանակ ունենք ու հզոր բանակ ունենք, որովհետեւ եթե մենք ինչ-որ մեր հակառակորդն զգավորում մի ինչ-որ ձևով թույլ եք իրարից 100%-ով ինքը ոտնձգություն կանի։ Տիկին Մարոզի եւ նրա գլխավորած խորհրդի անդամների աչքից չվրիպես նաեւ սպա զինվոր պատշաճ մակարդակի իրադրված հարաբերությունները։ Զորամասը ճանաչվեց լավագույնը, իսկ հրամանատարը բանակի 20-ամյակի առիթով պարգևատրվեց հայրենյաց զինվոր մեդալով։ Ապագա պատմաբան Շարքային Սուրեն Ղուկասյանն էլ, որ մագիստրատուրայից անմիջապես հետո զորակոչվել է բանակ, հայրենիքին ծառայելը պատվի եւ արժանապատվության հարց է համարում։ Պիտի փորձենք մեզանից յուրաքանչյուրս մեր կազմակերպածով մեր սովորած գիտելիքները, որ այստեղ սովորում ենք, ներդնենք մեր ծառայության մեջ։ Ծառայում ենք, որ միշտ Հայաստանը անկախ լինի, միշտ զորեղ լինի։ Հայկական զինուժում ծառայելը երազանք է եղել լիբանանահայ Էդգար Մարգարյանի համար։ Հայոց բանակին տարեկից երիտասարդը 2 տարի շարունակ հայրենիք վերադառնալու եւ ծառայությունն այստեղ անցկացնելու համար նույնիսկ խնդիրներ է ունեցել արաբ պաշտոնյաների հետ։ Երկարատև պայքարում սակայն հաղթել է երկքաղաքացի հայ երիտասարդը, որն այժմ հայկական բանակի զինվոր է։ Տնեցիկից էլ ես չի ասե, որ գալու եմ Հայաստան, իրենք նեղվեցին բան, բայց ասեցի ման պապ, մի նեղացեք, ես գնում եմ հայրենիքիս համար ծառայելու։ Ես հիմա ինձ որպես զինվոր շատ հպարտ եմ զգում, որ ծառայում եմ հայրենիքիս։ Զինվորների անվրդով ծառայությունից գոհ էին նաև այցելության եկած ծնողները։ Այսօր ես 2 զավակ ունեմ բանակում ծառայող։ Այս մեկը փոքր սա, մեծն է ծառայում է ուրիշ տեղ։ Եվ ես հպարտ եմ, որ 2 զինվորի հայր եմ, եւ ինձ շատ լավ եմ զգում։ Քնելուց է շատ հանգիստ եմ քնում։ Հայ մայրերին հանգիստ քնելու կոչ արեց տիկին Մարոզը, նրանց որդիները ամուր եւ ապահով ձեռքերում են։ Շնորհավորում եմ բանակի 20-ամյակի կապակցությամբ եւ հպարտությամբ ասում, որ մենք ունենք հզոր բանակ, կայուն բանակ, սատար կանգնենք մեր բանակին եւ հպարտանանք մեր բանակով, որ մեր զինվորները ծառայում են հայոց բանակում։ Սառնամանիքի փոխարեն տիկին Մարոզն իր հետ տոն էր բերել զորամաս, ուրախ երգն ու պարը, պարգևները լավագույններին, իսկական ծննդյան նվերել 20 տարեկան բանակի զինվորին։ Հայկուշ Ասլանյան, Գևորգ Անտոնյան, Առաջին լրատվական։ Լավագույնի կոչմանը հավակնելու բոլոր հնարավորություններն ունի նաև Իջևանի զորամասը։ Ավագ զինծառայողներն այսօր նորակոչիկներին ու զինվորական պատրաստվածության փայլուն դաս են տվել, իսկ ծնողներին հիացրել իրենց առնականությամբ։ Նորակոչիկները բարձրաստիճան սպայակազմի ու ծնողների առաջ երդվել են պատվով կատարել հայրենիքի առաջ իրենց պարտքը։ Երդվում է 85 զինակոչիկներ իրենց ծնողների, հարազատների, սպաների եւ զինծառայողների ներկայությամբ երդման հանդիսավոր արարողությամբ համալրեցին մեր բանակի շարքերը, զինվորական կեցվածք, խրոխտ եւ վարժքայլ, զենքի գործածման հմտություններ։ Իջևանի զորամասում երկամսյա նախապատրաստության արդյունքը ծնողներին հաճելիորեն զարմացրել եւ հպարտությամբ էր համակել։ Նրանց աչքում տղաները ավելի էին առնականացել։ Սևան քաղաքից Անահիտ Սիմոնյանը խոստովանում է, իր միակ որդուն զինվորի համազգեստով տեսնելը հուզիչ էր, իսկ ավելի շատ ուրախ եմ, որ նման որդի ունեմ, հպարտ եմ եւ այսպիսի միջավայրում ծառայում է։
Քնարիկ Խարատյանը իր առաջին զինվոր թոռանը տեսնելու էր եկել ճամբարակից, երթման արարողությունից եւ զինվորների կենցաղային պայմաններին ծանոթանալուց հետո ասում է հիմա հանգիստ խղճով տուն կգնա։ Մինչև հիմա կարող է ինչ որ անհանգստություն լիներ, բայց այսօր հանգստացանք շատ։ Սպիտակի Սարամեջ գյուղից կենսաթոշակառու Ամատունի Ավետիսյանը 4-րդ թոռանն է բանակ ճանապարհել։ Նրա խոսքով Իջևանի այս զորամասում տիրող կարգու կանոնի եւ առողջ մթնոլորտի մասին միայն լսելով չէ որ գիտի, բարեմաղթանքի հետ նաեւ պարտավորություն հանձնառավ։ Պարկ Սեյրան Ղանյանի զեկուցել ծրար շնորհակալություն հայտնել չասի համար։ Առողջություն, խաղաղություն, ցեզ երկար տարիներ կյանք, ամեն ինչ խոչընդոտ ճանապարհին հաղթարող Իսկ միջոցառմանը մարտական հետախուզական գործողությունների հմտություններ ցուցադրած զինվորների զգալի մասը քիչ առաջ էին եկել դիրքերից։ Զորամասում զինակոչիկների թիվը նախատեսվածից ավելին էր։ Հրամանատարի խոսքով քիչ չեն դեպքերը, երբ հայրենիքի հանդեպ պարտք կատարելու պատանիների ձգտումը ծառայությունից հետո վերաճում է այն շարունակելու որոշման։ Կարող ենք հպարտորեն ասել, որ ունենք հզոր կայուն բանակ տարածաշրջանում։ Իրենց առաջիկա 2 տարիների անելիքը ամենից լավ սահմանեցին իրենք նորաթուխ զինվորները։ Այսօր մենք պարտավորվածություն ենք վերցնում մեր պարտքը կատարել մեր հայրենիքի, մեր հարազատների առաջ։ Խաղաղ ժամանակ սահմաններն անառիկ պահելով, իսկ թշնամու ոտնձգության դեպքում արժանի հակահարվածը տալ։ Հետո զորամասից ծայր առավ ավտոմեքենաների երթը։ Հարազատներին տրվել էր զինվոր զավակներից կարոտն առնելու մի քանի ժամյա հնարավորություն։ Գայանե Թամամյան, Մարտիկ Ջաղարյան, Առաջին լրատվական։ Վալերի Ռուդակովը կրկին Աշոտսքում է։ Հայկական արմատներով ռուսաստանցի բարեգործի բարեկամությունը Աշոտսկի գյուղերի հետ երկար տարիների պատմություն ունի։ Առաջին անգամ հայրենակիցներին օգնության է շտապել 88-ի երկրաշարժի օրերին։ Հետո արդեն մշտական կապն ու հոգատարությունը վերածվել է նախնիների հայրենիքի նկատմամբ մեծ սիրո, որն ի դեպ նաև Ռուդակովի թոռներին է փոխանցվել։ Անցած տարի նրանք եւս Հայաստանում էին։ Ավելի քան 2 տասնամյակ Վալերի Վլադիմիրովիչ Ռուդակովին երբեք չեն մոռանում Աշոտսկի տարածաշրջանի Արփենի, Գոքովիտ եւ Թորոս գյուղհամայնքներում։ Երկրաշարժից հետո 3 գյուղում 3 տարում բարերարի միջոցներով ու անմիջական մասնակցությամբ կառուցվեց 250 երկհարկանի բնակելի տուն, յուրաքանչյուր գյուղում էլ դպրոց, մանկապարտեզ, մշակույթի տուն։ По приказу гениального председателя Совета министров СССР ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի նախագահ Նիկոլայ Ռիշկովի կարգադրությամբ ու անմիջական ղեկավարությամբ Արփենին, Գոքովիտը եւ Թորոս գյուղը կառուցել են կալմազի եւ ոսկու արդյունաբերության շնորհիվ։ Алмазной и золотой промышленности Վալերի Ռուդակովը սեփական միջոցներից փոխանցելով Շիրակ բարեգործական հիմնադրամին բարեգործական շատ ծրագրեր է իրականացրել իր հովանավորյալ բնակավայրերում։ Վերջինը Արփենի մշակույթի տան հիմնանորոգումն էր։ Յուրաքանչյուր տարի 30 միլիոն դրամի չափ գումար է հատկացնում եւ իհարկե համաձայնեցված եւ մարզպետարանի հետ եւ ֆինանսավորողի անմիջապես Վալերի Վլադիմիրովիչ հետ պայմանավորվում ենք թե 2012-ին ինչ աշխատանք ենք կատարել։ Մշակույթի տունը գյուղում կծառայի որպես համայնքային կենտրոն, ինչի բաժիններից մեկում հասարակական ակտիվ գործունեություն են ծավալում հատկապես Արփենիի կանայք, առաջնային կարևորություն տալով գյուղի առողջապահական խնդիրներին։ Գալիս են տարբեր շաբաթը մի անգամ, ամեն անգամ մի ասենք բժշկական թեմայի շուրջ են խոսում։ Անցած տարի Վալերի Ռուդակովի միջոցներով իր հովանավորյալ գյուղերից Գոքովիտում վերաբացվեց մշակույթի տուն։ Գյուղացիներն ի նշան երախտագիտության նախաձեռնեցին Ռուսաստանի վաստակավոր նկարիչ քանդակագործ Ֆրիդ Սողոյանն էլ ի նշան հայ-ռուսական բարեկամության Ռուդակովի արձանը կառուցեց կենթանության օրոք։ Հայկական արմատներով ռուս բարերարն հաճախ է այցելում Հայաստան, իսկ հայկական ծագման մասին խոսում մեծ ակնածանքով։ Армения очень дорогая, потому что моя мама по национальности Հայաստանը շատ թանկ է ինձ համար, քանի որ մայրս ազգությամբ հայ է եղել։ Չնայած Հայաստանում չի ծնվել ու ապրել է Մոսկվայում, բայց անկախ քաղաքական գործոններից ինձ համար ամենամեծ բավականությունը մարդկանց կենսակերպի բարձրացումն է։ Ռուսաստանի Դաշնության առևտրաարդյունաբերական պալատի թանկարժեք քարերի ու մետաղների կոմիտեի ղեկավարը լավ գիտի ու չի հլանում բոլորին հիշեցնել ոսկուցել թանկ գործերի մասին։ Արփենիի բնակիչներն այսուհետև կապրեն լիարժեք մշակութային կյանքով, իսկ բարեգործական ծրագրերը կշարունակվեն։ Աննա Մարտիկյան, Տարոն Բալոյան, Առաջին լրատվական։ 2012-ը ստեղծագործական ծրագրերով հագեցած տարի է լինելու Հայաստանի պետական ֆիլարմոնիկ նվագախմբի համար։ Տարվա ընթացքում նվագախումբը համերգներով հանդես կգա Եվրոպայի տարբեր երկրներում՝ Իսպանիայում, Իտալիայում, Գերմանիայում, Ռուսաստանում։ Արդեն հիմա նախապատրաստվում են համերգները Ճապոնիայում, Կորեայում եւ Չինաստանում, որոնք տեղի կունենան 2013-ին։ Ֆիլարմոնիկը կշարունակի նաեւ հայտնի օպերաների համերգային կատարումները։ Էդվարդ Թոփչյանը մասնավորապես մտածում է Տուրանդոտի մասին։ Իսկ աշնանային համերգաշրջանում ի թիվս այլ անակնկալների նվագախումբը հանդես
ՀՀԳ եվրոպական արդի երաժշտության լեգենդներից մեկի՝ Միշել Լեգրանի հետ համատեղ համերգով։ Էդվարդ Թոփչյանը նշել է, որ ֆիլհարմոնիկն անցյալ տարեվերջին այնուամենայնիվ մի քանի երաժիշտների կորուստ ունեցել է, սակայն նաև հաջողվել է պահպանել հեռացողներից մի քանիսին։ Այդուհանդերձ դիրիժորը լավատեսորեն է տրամադրված եւ վստահեցրել է, որ մեր ֆիլհարմոնիկը հայտնվելու է աշխարհի լավագույն նվագախմբերի շարքում, ասենք Նյու Յորքի ֆիլհարմոնիկի հետ հավասար պայմաններում։ Մեծ ցանկության եւ ճիշտ թիմային աշխատանքի դեպքում դա հնարավոր է, փաստել է երաժիշտն ու որպես օրինակ բերել հայկական շախմատի հաղթարշավը։ Շախմատը, չէ՞։ Մենք ինչ հիանալի ռեզուլտատներ ունենք։ Հիմա տեսեք։ Շախմատի թիկունքին կանգնած է ինքը Սերժ Սարգսյանը։ Ես ուզում եմ, որ այս ճանապարհով մենք գնանք, որով շախմատն է գնացել։ Եվ շատ ճիշտ ճանապարհ է։ Մի հատ Լևոն Արոնյանով, մի հատ այն մեկով չէր լինելու։ Տեսեք, ամեն կետի վրա մի հատ պանցալի մարդ է նշանակված։ Դրա համար մենք ունենք այս ռեզուլտատը։ Շախմատից հետո ֆիլհարմոնիկն է լինելու։ Շուտով։ Դուք կտեսնեք դա։ Համերգաշրջանը ինչպես միշտ սկսել ենք սեպտեմբեր ամսից, այդպես է մեր համերգաշրջանը, բայց տարին, որը կամփոփվի էլի առաջին կիսամյակով, բավականին խոստումնալից է եւ շատ ծրագրեր ունենք։ Ծրագրերը արդեն կազմված են, նորից կունենանք հրավիրյալ դիրիժորներ, հրավիրյալ մենակատարներ, այսինքն ֆիլհարմոնիկի գործունեությունը որևէ կերպ ոչ պասիվացել է, ընդհակառակը կարող եմ ասել, երևի ավելի կակտիվանա։ BBC հեռուստաընկերության համաշխարհային ծառայությունն անդրադարձել է Հայաստանում շախմատը որպես դպրոցական առարկա դարձնելու կառավարության որոշմանը։ Հեռուստաընկերության նկարահանող խումբը զրուցել է դպրոցականների, կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի եւ շախմատի ուսուցիչների հետ։ Երեխաներն ասել են, թե ուզում են չեմպիոն դառնալ։ Նախարարը մանրամասնել է, թե նախաձեռնության բուն նպատակը եղել է ոչ թե նոր չեմպիոնների բացահայտումը, այլ երեխաների մեջ անձնական այնպիսի հատկանիշների զարգացումը, ինչպիսիք են առաջնորդությունը, պատասխանատվությունը եւ որոշումներ կայացնելու ունակությունը։ Ուսուցիչներն էլ նշել են, որ շախմատը երեխաների մեջ առաջին հերթին զարգացնում է արագ մտածելու եւ ճիշտ կողմնորոշվելու հատկությունը։ Տեղեկացնեմ նաեւ, որ շատ շուտով հանրայինի եթերում կլինի նաեւ առաջին ալիքում պատրաստվող շախմատային աշխարհ նոր հաղորդումը։ Շախմատի Հայաստանի առաջնությունում արդեն հայտնի են չեմպիոնները։ 3 Տիգրան Պետրոսյանի անվան շախմատիստի կենտրոնական տանն ավարտվեցին տղամարդկանց բարձրագույն խմբի 72-րդ եւ կանանց 67-րդ առաջնությունները։ Հատկապես դրամատիկ ստացվեց տղամարդկանց մրցաշարը։ Վերջին 11-րդ տուրում միմյանց հետ մրցեցին հենց չեմպիոնության երկու հավակնորդները՝ Տիգրան Պետրոսյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը։ Հովհաննիսյանը կես միավորով առաջ էր մրցակցից եւ նրան բավարարում էր նաեւ ոչ ոքի արդյունքը, ինչն էլ արջի ծառայություն մատուցեց հանրապետության նախորդ տարվա չեմպիոնին եւ երիտասարդների աշխարհի փոխչեմպիոնին։ Ակնհայտ ոչ ոքի դեպքում նա սխալվեց եւ պարտվեց։ Տիգրան Պետրոսյանն հույս թվացող վիճակում հաղթանակ տարավ ու հռչակվեց Հայաստանի չեմպիոն։ Դա Հայաստանի ամենաշախմատային անուն ազգանուն ունեցող գրոսմաստերին հնարավորություն տվեց Լևոն Արոնյանի, Սերգեյ Մովսիսյանի, Վլադիմիր Հակոբյանի եւ Գաբրիել Սարգսյանի կողքին խաղալ Հայաստանի հավաքականում։ Առաջնության բրոնզե մեդալակիր դարձավ պատանիների աշխարհի չեմպիոն Սամվել Տեր-Սահակյանը, իսկ կանանց մրցաշարում հաղթեց Մարիա Կուրսովան, որն առաջնության ամբողջ ընթացքում գլխավորում էր մրցաշարային աղյուսակը։ Երկրորդ եւ երրորդ տեղերը զբաղեցրեցին Աննա Հայրապետյանը եւ Եվգենիա Դոլուխանովան։ Շախմատիստի համար մեծ նվաճում է եւ հույս ունեմ, որ հավաքականում ընդգրկվել եմ եւ այնտեղ արժանագույնս հանդես կգամ։ Իսկ հայկական շախմատի առաջատարը շարունակում է վստահ ելույթները տարվա առաջին գերմրցաշարում։ Վեյքանզեի շախմատային փառատոնում այսօր հանգստյան օր է։ Հիշեցնեմ, որ խաղացված 8 տուրից հետո մրցաշարային աղյուսակը 5.5 միավորով գլխավորում են շախմատի համաշխարհային դասակարգման անվիճելի առաջատարները Լևոն Արոնյանն ու Մագնուս Կարսենը։ Un génocide Serra Spanou Kiun. Եվ վերջում կրկին օրվա գլխավոր թեմայի մասին Ֆրանսիական սենատում արդեն մոտ 4 ժամ քննարկվում է հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը։ Քննարկումները թեժ են ինչպես սենատի պատերից ներս, պակաս թեժ չէ իրավիճակը նաև սենատի պատերից դուրս։ Փարիզում աշխատում է մեր գործընկեր Սեդա Գրիգորյանը եւ մենք այժմ ուղիղ կապ ունենք Սեդայի հետ։
Սեդա, բարի երեկո, մենք գիտենք, որ դեռ կեսօրից Սենատի պատերից դուրս հավաքվել են զուգահեռ ցույցեր են անցկացնում հայերն ու թուրքերը, ինչպիսի իրավիճակ է այս պահին այդտեղ։